Երկու շենք է, 4 մուտք ունի շենքը, այսինքն մոտավոր ամեն շենքում մինիմում 80 բնակիչ կա, էլի։ Ու սա է շենքի այս առաջը կողքը, այս մի հատվածը ամբողջությամբ փակ է, ու սա ավելին ասեմ, այս հարակից կա նաև խոսքի գեղեցկության սրա, ընդ ունենք մարդիկ, որոնք ռեմոնտի մեջ են, մարդիկ են ուզում են իրենց տունը մի քիչ կարգի բերեն, ու ընդ այս ավտոները, այս խնդրահարույց ավտոները, որոնք որ ինչ-որ թվերի, ինչ-որ պատահարներով եկել ասե, ասենք սա ավտո ունենք, որ հեսա կարամ ցույց տամ, օրինակ այս ՈՒԱԶ-ը կարող է երևի մի տարի կանգնած լինի, այս 2106-ը երևի 2 ամիս ասե կանգնած է, ու նենց է, որ մեր բողոքներից հետո նոր այս ծածկ են գցել, բայց այս ծածկն էլ չի օգնում, էլի։ Եթե ինչ-որ խնդիր լինի, օրինակ սկորի ուզենա գա, հանկարծ էլի պատահականության սկզբունքով կարող անցնենք, այդ մարդը կփրկվի, եթե չէ, պիտի սպասենք գան ավտո քաշեն, որ նոր այդ մարդուն ինչ-որ օգնություն ցույց տան, էլի։ Խնդիրը ոչ թե մենակ ստեղի է, այլ մայթերում էլ է, այսինքն նայեք, դիմացի մայթը ամբողջությամբ փակ է, որովհետև չկա տեղ։ Հաստատի այս մարդիկ էլ մեղ չունեն, տեղ չկա, մայթում են կանգնացնում, էլի, մայթը զավթած վիճակ է։ Այս կողքի մայթերի մասին չեմ խոսում, այս մայթը ամբողջությամբ փակ է ու անընդհատ փակվում է, ու անընդհատ բնակիչներից ինչ-որ մեկը իջնում է, ասում է, որ ինձ խանգարում է, ես շին տեխնիկա եմ բերում, բարձրացնելը իմ համար պրոբլեմ է, խնդրում եմ քաշեք, քաշում են, երկրորդ օրը նույն խնդիրն է, իրանց էլ չի մեղադրելի, որովհետև սա տեղ չկա կանգնելու, էլի, տեղ չունեն այս մարդիկ իրանց մեքենաները դնելու։ Ու իրանց աշխատանքիցները եւս տեղ ունեն կայանման, խնդիր ունեն կայանման, ու այս մարդիկ էլ իրանց նորմալ մեքենաները բերում ստե են կայնացնում կամ շենքերի դիմաց, էլի, էդ էլ է խոչընդոտում շենքի բնակչի համար։ Խնդիրը արդեն երևի 3-րդ ամիսն է բարձրաձայնվում է, համայնքում համայնքապետանին ստորագրահավաք եմ կազմակերպել ես շենքի բնակիչներից մի, եթե չեմ սխալվում, 50 մարդ, երևի 10 րոպե է տևել այս ստորագրությունները, որովհետև արդեն սաղ սպասում էին դրան, որ ինչ-որ մեկը նախաձեռնի, նախաձեռնողը եղա ես, 50 ստորագրություն հավաքեցինք, դիմեցինք համայնքապետանին, ու նաև տեղակ պահեցինք եւ պահակային ծառայությանը եւ քննչական մարմնին, որ սենց նախաձեռնություն են կարել։ Հա, ասե մի քիչ խնդրահարույցը այն էր, որ սկզբնական խնդրահարույցը այն էր, որ չի փակվում, այսինքն ինչ որ դաժան տեսարանների ականատես էս լինում ամեն օր, էլի, մահվան ելքով վթարով կարող է մի մեքենաս է ամիսներով կանգնած լինել, հիմա արդեն փակվում է, այդ խնդիրը գոնե կիսով չափ լուծվել է, էլի, բայց մեկը անցուդարձի համար խնդիր առաջանում է, ու սա ոնց որ մշտական կանգնեցված մեքենաներ կան, որ իրանք արդեն երկրորդ, երրորդ ամիսնա ստեն, ու միջև գործը ավարտին չհասցնեն, ինձ թվում է այս մեքենաները չեն հասնելու իրենց հասցեատերերին։ Դա բնակիչները բոլորն է բողոքում են, երևի բարձրաձայնողը ես եմ, բայց լրիվ այդ խնդիրը ունեն, էլի, ու չենք պատկերացնում ոնց կարելի է լուծած, պրոստը դիմել ենք համայնքապետանին, համայնքապետանը ասեց, որ տարածքը հատկացնի, որպեսզի այս դիակ մեքենաները տեղափոխվեն այդ հստակ տարածքում, բայց արդեն 3-րդ ամիսն է, էդ էլ չի արվում։ Այո, պրոբլեմը ճիշտ է, նաև համայնքապետարանը նույնպես ֆիքսել է պրոբլեմը, եւ մենք ոստիկանապետի հետ քննարկել ենք խնդիրը։ Համայնքապետարանը տարածք է անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւ առաջիկայում արդեն իսկ ավականով տրամադրվել է տարածքը եւ հողային աշխատանքներ որոշակի կատարելուց հետո, տարածքը համարտադրում անելուց հետո վերջնականապես կտրամադրի իրենց եւ այդ տարածքի մեքենաները տեղափոխվեն եւ կենտրոնը կազատվի։ Այսպես ձևակերպած այդ հին մեքենաներ, չգիտեմ, տես քանդված մեքենաներ, որոնք որ գոյություն ունեն ոստիկանության հարակից տարածքում։ Առաջիկա նույնիսկ կարամ այսպես ձևակերպեմ, առաջիկա օրերին է խնդիր լուծելու, որտեղ արդեն ավականով մենք հաստատել ենք եւ տրամադրվել ենք։ Որոշակի աշխատանքներ կա դրանից հետո ավարտական փուլին հասցնենք, տարածքը վերջնականապես արդեն կտրամադրվի իրենց։